Դատաբժշկական փորձաքննությունը բռնության հետքեր չի հայտնաբերել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակցի մարմնի վրա, ով պնդում է, թե Լոռու ոստիկանական բաժանմունքում իրեն խոշտանգել են, ծեծել ու հայհոյել խոստովանական ցուցմունք կորզելու համար։ Վարույթի նախաձեռնման, եթե կատարվել ուշացում, ապա դեմիակ ըստ էության իրավապահ մարմինները տեղեկացված չեն եղել այդ մասին, եւ տեղեկացված են եղել մասնավորապես դիմել է բուժի օգնության բժշկական կենտրոնում, համապատասխան իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից միջոցներ ձեռնարկվել սեմ ժամկետների վարույթ նախաձեռնելու կապակցությամբ։ Խոշտանգումների ենթարկվելու մասին հազանգող Արցախից բռնատեղահանված մեր հայրենակիցը, նրա փաստաբանն ու մի խումբ այլ քաղաքացիներ արդեն մի քանի օր է բողոքի ակցիաներ են իրականացնում ուժային կառույցների առջև, պահանջելով իրենց բառերն են անհապաղ, քանի դեռ բոլոր ապացույցները չեն ոչնչացրել, ձերբակալել այն 6 ոստիկաններին, որոնք մասնակից են եղել միջադեպին։ Իսկ ինչու են նրանք մինչև այս պահն ազատության մեջ, քննչականի պաշտոնյան պարզաբանում է, բավարար ապացույցներ դեռ չկան։ Նախագահության ներկա փուլում պետք է ձեռք բերվեն ցուցմունքը հաստատող այլ ապացույցներ, որոնց համակցությամբ կգնահատվի եւ հիմնավոր կդիտարկվի այդ ոստիկանության համապատասխան ծառայողների կողմից հանցանքի կատարումը, որին կհետևեր ձերբակալումը։ Ոստիկանության Լոռու վարչությունում տեղի ունեցած խոշտանգման մասին այս տարի ահազանգում են արդեն 3-րդ անգամ, ընդ որում բոլոր դեպքերում նույն պատճառն է առաջին պլանում՝ ինքնախոստովանական ցուցմունքի պահանջը։ Իսկ ընդհանուր առմամբ իրավապաշտպանների ունեցած վիճակագրությունն ասում է, որ նախորդ տարի մեր երկրում ոստիկանությունը 155 անգամ խախտել է մարդու իրավունքները։ 2023-ին այս թիվը 43-ով պակաս էր 112։ Պնդում են թվերն այսպես կավելանան, քանի դեռ ոչ արդյունավետ քննության ու անպատժելիության հետ գործ ունենք։ Մտահոգիչ դեպքերի աճ օմբուդսմենի գրասենյակն էլ է արձանագրում։ Ցանկացած բռնություն անընդունելի է, առավել եւս պետական մարմինների ներկայացուցիչների կողմից, այն էլ իրավապահ մարմինների ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակներից մեկը ըստ էության հենց անձի անվտանգությունը եւ իրավունքների երաշխավորումն է։ Համակարգային փոփոխություններ կատարելու արդիականությունն ըստ պաշտպանի աշխատակազմի պաշտոնյայի բոլոր բարեփոխումներին զուգահեռ շարունակում է մնալ բարձր մակարդակի վրա։ Ողջամիտ ժամկետում քննությունների իրականացումն էլ ամենաբարձր։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։